Շատ գեղեցիկ ամառային օր է։ Խոտը բարձրացել, ծաղկել, իր գունագեղությամբ լցրել է մեր այգին։ Որպես հիշողություն այսօրվա ուզում եմ մի տեսանյութ նկարել։ Այն մասին, թե ինչու եմ այսքան անինքնավստահ։ Հոգեբանության մեջ հայտնի ֆենոմեն կա, կոչվում է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ։ Դա շատերին է հայտնի և հիանալիորեն բացատրում է այն, թե ինչու որքան ցածր է մարդու գիտելիքների կամ ինտելեկտի մակարդակը որևէ բնագավառում, որևէ հարցի շուրջ, այնքան ավելի բարձր է նրա ինքնավստահությունը և սեփական անձը գերագնահատելու հակումը։ Եվ հակառակը, բարձր գիտելիքներ, խորություն, բանականություն, այսինքն դատող մարդիկ հակված են թերագնահատելու իրենց ունակությունները և անդադար կասկածում են իրենց ճիշտ լինելու վրա։ Սա պատկերավոր մի կոր են նկարում, այդ կորի վրա կա երկու կետ, որի վերևամասում դա տգիտության գագաթն է, իսկ ներքևամասում հուսահատության հովիտը։ Պարզ է, տգիտության գագաթը դա այնտեղն է, որտեղ մարդը մակերեսային շատ քիչ գիտելիքներ ունի որևէ հարցի մասին, որևէ թեմայի մասին, բայց կարծում է, թե ամեն ինչ գիտի։ Նա բարձրաձայն է խոսում, վստահ է խոսում, դասեր է տալիս բոլորին, չունի բավարար գիտելիք, գոնե իր տգիտությունը գիտակցելու համար։ Հուսահատության հովտում այն մարդիկ են, երբ սկսում են խորանալ, կարդալ, մտածել և հանկարծ տեսնում են, որ աշխարհն այնքան բարդ է, որ իր գիտելիքները այնքան քիչ են այդ ամենը հասկանալու, ընկալելու, վերջնականապես որևէ տարբերակի վրա կանգ առնելու համար, որ սկսում են պակաս ինքնավստահությամբ վերաբերվել ամեն ինչին։ Այս կետում է, որ մարդու ինքնավստահությունը կտրուկ անկում է ապրում։ Այսինքն ստացվում է ինչքան շատ գիտես, այնքան քիչ գիտես և այնքան անինքնավստահ ես քեզ զգում։ Նման մարդիկ, նաև ես, զգուշավոր են, տխուր, սկսում են անդադար հարցեր տալ, պատասխաններ փնտրել, կասկածում են իրենց իմացությանը, իրենց իմացածի վրա և իրենց անձի ունակությունների վրա։ Իսկ ինչ կարելի է անել։ Այս ամենը նախ պետք է գիտենալ։ Իմ դեպքում ես հետևյալն եմ մտածում, որ իմ տխրության համար դեղատոմս չկա,
Ես չեմ կարող ինձ ստիպել լինել ուրախ ու թեթև միայն այն բանի համար, որ աշխարհն այդպես է պահանջում։ Իմ հոգու իսկական վիճակը տխրությունն է։ Թող այդպես լինի և ցանկացած մարդ, երբ դադարում է կռվել սեփական ցավի հետ, սեփական ցավի դեմ, այն ավելի հեշտ է լինում կրել։ Երկրորդը, պետք չէ չափել սեփական արժեքը մակերեսային աշխարհի չափանիշներով։ Նույն YouTube-ում, երբ տեսնում ենք ինչքան մակերեսային բարոյախոսություն է շրջում, ալիքվում և ինչպես են հազարավոր դիտումներ հավաքում նման տեսանյութերը, բայց խորքերում ոչինչ չկա։ Եվ վերջապես, փրկությունը միշտ էլ փոքրիկ կենդանիի իրական գործերի մեջ է։ Երբ տիեզերական հարցերն ու ներսի կոտրվածությունը մարդուն թույլ չեն տալիս շնչել, պետք է կառչել կյանքի պարզ պատառիկներից, ամենօրյա կենցաղային հոգսից, փոքր գործողություններից, փոքր քայլերով ապրելուց։ Եվ վերջապես ինչ կարող ենք մտածել, որ նման մարդիկ մենակ չեն իրենց փնտրտուքների մեջ, չէ՞ որ մեզանից առաջ հանճարներ են եղել, բանաստեղծներ են եղել, նրանք էլ մեզ նման, ինձ նման նայել են նույն երկնքին և զգացել են նույն անօգնականությունը։ Եվ վերջում այն կասեմ, որ ցավ զգալը, հարցեր տալը, պատասխաններ փնտրելը նշանակում է ողջ լինել, կենդանի լինել։